Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Նահապետյան, ուզում եմ սկսենք Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի վերջին հայտարարությունից, որի շուրջ Հայաստանում իրարամերժ քննարկումներ ծավալվեցին, իշխանության ներկայացուցիչներն ու քարոզիչները ընդդիմությանը մեղադրեցին Ֆիդանի հայտարարությունները մանիպուլացնելու մեջ, նշում են, որ վերջինս չի ասել, թե իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Այնուամենայնիվ, եթե դուրս գանք իշխանություն ընդդիմություն շահարկումների դաշտից, ապա ինչու Ֆիդանը նման հայտարարություն արեց եւ ամենակարևորը, ինչ հետեւություններ պետք է անի մեր հասարակությունը այս հայտարարությունից։ Սկզբունքորեն իշխանությունը ճիշտ է ասում, ինքը Փաշինյանին չի աջակցել։ Ֆիդանը որպես ապագա Թուրքիայի հնարավոր եւ հավանական նախագահի տեխնացուներից մեկը, որը բավականին լուրջ դպրոց է անցել արտաքին հետախուզությունում եւ Թուրքիայի այս նվաճումները եւ դիվանագիտական եւ գետնի վրա երկրներից տարածքների օկուպացիայի եւ իսլամ արմատականներին Թուրքիայի դրոշի ներքո հավաքելու հիմնական ճարտարապետը դա Էրդողանը չի, դա Ֆիդանն է։ 13 տարի Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն է ղեկավարել։ ՄԻՏ-ի տնօրենն է եղել։ Հիմա արտգործնախարարություն ու ամենայն հավանականությամբ տեխնացուներից մեկն է նախագահի, եթե ոչ առաջինը։ Եթե իհարկե Էրդողանը սկզբունքորեն անտանեկան մոտեցումները ստորադասի պետական մոտեցումներ, որտեղ այնուամենայնիվ ինքը ունի ընտանիքից եւս մի տեխնացու։ Հիմա ինչևէ ինչ ասել է Ֆիդանը եւ իշխանության ներկայացուցիչները ճիշտ են ասում, որտեղ Ֆիդանը անձին չի աջակցում, Ֆիդանը աջակցում է կուրսին, այսինքն այն քայլերին, որ Հայաստանը անում է։ Կառուցողական դիրքորոշման է Փաշինյանը։ Այ ես հիմա ուղղակի իսկապես ուզում եմ եւ հետաքրքիր ձևակերպումներ ասում են ներկայումս Ֆիդանի խոսքից մեջ բերում թե Ադրբեջանում, թե Հայաստանում եւ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա 3 կողմերում, իսկ կամքը Զանգեզուրի միջանցքն է, ուրեմն հաջորդը ասում է Հայաստանը ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի, այսինքն Փաշինյանը խոստումներ է տվել, ամենայն հավանականությամբ ենթադրում Թուրքիայի հետ կապված ցեղասպանությունն է, Ադրբեջանի հետ կապված դա 300,000 այս պահին, իսկ հետո ավելի շատ փախստականների վերադարձը, այդ Զանգեզուրի միջանցք կոչված ադրբեջանական ձևակերպումով կամ Տրամպի ուղին, իդեպ Ալիևը շատ լավ ասել է Տրամպի ուղին անցնում է Զանգեզուրի միջանցքով, այսինքն իրականում ինքը միջանցք է, մեջտեղը մի ավտոմայրուղի ասել։ Փաշինյանի ասած հորադիս Զանգելան ճանապարհը չի, ինչպես մեր հանրությանը փորձում է։ Այո։ Եվ այսպես փաստացի Փաշինյանը ինքը ունի մի քանի տված խոստումներ, ես չեմ բացառում, որ դա եւ ռեպարացիա լինի, փոխհատուցում եւ կոնտրիբուցիա լինի եւ Հայաստանում տասնյակ հազարավոր քաղաքացիներ, որոնք ժամանակին Արցախի ինքնապաշտպանական մարտերին են մասնակցել, հետո ծառայել են, հետո բիզնես են արել, Ադրբեջանի տարածքը Արցախ կոչվածով, որով Փաշինյանը 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց, այդ տարածքով գնացել եկել են առանց վիզայի, բիզնես են արել եւ Ադրբեջանի բյուջեն փող չմտել, պատկերացնում եք ինչքան մարդ ցուցակով Ալիևը կարող է հետախուզում հայտարարել, հա։ Առհասարակ բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս 3 տասնամյակի ընթացքում Արցախում եղել են։ Դու պատկերացրու եք։ Եվս այդամ Փաշինյանը մի քանի հարց պիտի լուծի ըստ Ֆիդանի եւ ըստ Ֆիդանի, երբ որ ասում է Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատարել, դա ենթատեքստն է, որ ինքն է հաղթելու, որ իրականություն չէ, առաջատար ինքը չի, եւ ամենավերջում հենց սա է ասում։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք, իսկ հարցը այդ Տրամպի ուղին ու հարցը լուծելն է։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի։ Ակնհայտ է, որ Թուրքիան իրականում օժանդակում է եւ իր համար ցանկալի է այն քաղաքական կուրսը, որը որ տարվում է, սա առերևույթ, այսպես ասենք, իսկ իրականում Թուրքիան Հայաստանը արտաքին կառավարիչներից մեկն է։ Եթե մեր երկիրը, օրինակ ասենք, ֆեդերալ ռեզերվային համակարգի կողմից կառավարվում է դոլարի միջոցով, դա ևս արտաքին կառավարում է, հա, քո ամբողջ տնտեսության ֆինանսական կոմպոնենտը կառավարվում է դրանից, հա, որ սահմանադրությունը գրվել է դրսում, թարգմանվել է, բերվել մեր ժողովրդը, ինչպես ասում են, վզին փաթաթվել է, որ մի 6-ը Բրիտանիայի արտաքին հետախուզությունը այստեղ
իր սաղմերը շատ վաղուց են նետել եւ հիմա ինքը պտուղներն է հավաքում, այսինքն շատ բարձրաստիճան պաշտոնատարանձին ամենայն հավանականությամբ այդ մաղերով անցել են։ Արմեն Սարգսյանն էլ որպես նախագահ պատահական չէր այդ ժամանակ։ Իհարկե, վստահաբար այո։ Եվ եթե դրան էլ ավելացնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի որոշակի կառավարչական հովանու ներքո են Հայաստանը մտցնում, իմ կարծիքով առաջնահերթին տնտեսական առումով, անվտանգային առումով, իսկ տնտեսական անվտանգային առումով խանգարող գործում կա Ռուսաստանը Հայաստանի հապկանդամակցությունը եւ 95 թվականի ռազմական համագործակցության պայմանագիրը, սահմանապահները ռուս, սա անվտանգային առումով, տնտեսական առումով է Ռուսաստանի ներկայությունը, այդ հեծի պատմությունը Սամվել Կարապետյանը ճիշտ է, փորձագիտական շրջանակները քաղաքական հիմնականում կապում են եկեղեցու հետ կեցվածքին, դա կա, բայց իմ կարծիքով դա առաջնահերթ չի, առաջնահերթ հեծը խլելն է, ատոմակայանը փակելն է, ռուսական ամեն ինչ որ այստեղ կատարվում, այդ թվում գազով պատական չէ, բենզինի ներկրումը Ադրբեջանում վաղը ռուսական գազը մի 5 անգամ ավելի թանկ պիտի փոխարինվի ադրբեջանական գազով, վստահեցնում եմ ձեզ։ Այսինքն Հայաստան տնտեսական առումով եւ կոմունիկացիոն առումով ամբողջովին տրվելու է Ադրբեջանը եւ Թուրքիային։ Հիմա Թուրքիան սա ամեն ինչը հրաշալի գիտի, ինքն է կառավարիչ այս process-ը։ Ադրբեջանը իր ձեռքին գործիք ու մահակ է Հայաստանի գլխին, հա, եւ հրաշալի հարավային Կովկաս վերցնելու խնդիր ունի։ Մեծ հաշվով ՆԱՏՕ-ի ծրագիրն է Ռուսաստանի հանդեպ հարավի ուղղությամբ, այսինքն Ռուսաստանը իր ռազմաճակատի գիծը օրինակ ասենք Դոնի Ռոստովում պետք է ստեղծի հարավային Կովկաս վերցնելու է, պատական չի մեր բանակը հիմա ՆԱՏՕ-յացվում է, ՆԱՏՕ-ի ստանդարտներն է բերում, որտեղ Ադրբեջանի Թուրքիայի հետ միացյալ բանակ պետք է ունենանք, իդեպ այդպիսի պրոյեկտ 1918-ի փետրվար-մարտ ամսին Բրիտանիան էր Կովկասում ստեղծում, այս 3 հանրապետությունների զինված ուժերը, որը պետք է պատերազմեր բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։ Ստացվեց, վստահաբար այո, եւ նույնն է, Հայաստանը այդ առումով գործիք է։ Այդ չեմ ասում, որ Հայաստանը Իրանի հետ սահման ունի եւ անհրաժեշտության դեպքում դա եւս ուրեմն կօգտագործվի։ Այսինքն Ֆիդանի հայտարարությունը հենց հիմա պայմանավորում, որից հետո Հայաստանում այսպես հուզումներ սկսվեցին, առնվազն հանրային ընկալումների մակարդակում էլի Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա էլ հայտնի չէ թե սա ինչ ազդեցություն կունենա, համենայն դեպս շատ թվով մարդիկ, ովքեր Փաշինյանի օգտին կքվեարկեին, գուցե սրանց տո չանեն այդ բանը։ Ֆիդանը Սալավյովի հայտարարությունից առաջ խոսեց թե հետո։ Հետո։ Եվ նույն կերպ արձագանք չհետևեց ինչ Սալավյովի մասը։ Ուրեմն հետաքրքիր է, որտեվ ես կարծում եմ այն ինչ որ Ֆիդան ասել է նորություն չի ասել։ Գոնե փորձագիտական եւ քաղաքագիտական այն շրջանակներ են, որոնք իրավիճակը համարժեք են գրել, նորություն չկա։ Բայց ինչու ասեց այդ պահին։ Ես կարծում եմ, որ դա որոշակի առումով ուրեմն արձագանք էր Սալավյովին։ Այս Սալավյովը ինչ է ասել։ Սալավյովը մեր ներքին սպառման համար չի ասել, որ այստեղ ինքնագրգռվեն, ասեն, տեսեք, հեսա Ռուսները գալիս են եւ այլն։ Սալավյովը մի նախադասության մեջ 3 կարևոր ուրեմն շեշտադրում արել։ Ես ուզում եմ մեջ բերել, ասում է Հայաստանի կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում։ Այսինքն արձանագրվում է, ճիշտ է, մասնավոր հերոստանգերությունն է Սալավյովի այո, բայց կապ չունի այդ անձը Ռուսաստանի այն լրատվամիջոցներից մեկի ղեկավարն է եւ հերոստահաղորդավարը, որտեղ քննարկումներին մասնակցում են մարդիկ, որոնց տեղեկանքների հիման վրա Մոսկվայում, Կրեմլում որոշումներ է կայացում, այո։ Վերջին մարդը չի Ռուսաստանում։ Եթե ոչ առաջիններից մեկն է, այսպես ասեմ։ Եվ այսպես ասում է, Հայաստանի կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում։ Սա արձանագրում է, որ Հայաստանը մի ընթացք մեջ է, որտեղ Ռուսաստանի ազդեցությունը չեզոքանալու է կամ կորելու է։ Այն ինչի մասին ես ասի։ Ֆիդանի մասով։ Այո, 4 խնդրի համար են բերել Փաշինյանին։ Արցախի անձնում Միջանցքի տրամադրում, ռուսական զինական ներկայություն Հայաստանից դուրս տնում եւ տնտեսական ներկայություն։ Առաջին երկուսը լուծել են, չէ՞։ Հիմա այս վերջին երկուսն է։ Երբ որ Սալավյովը ասում է, որ շահերից չի բխում կորուստը, սա նշանակում է, որ այդ վերջին երկուսը, այսինքն ռուսական ռազմական ներկայություն եւ տնտեսական ներկայությունը դուրս դնելու գործընթացի մեջ է։ Շարունակությունն ասում։ Ռուսաստանը պետք է հատուկ գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում։ Հիմա անտեսելով միջազգային իրավունքը, սա նոր էլեմենտ է, անտեսելով միջազգային իրավունքը, սա նույնականացնում այն ինչ կարելի է Միացյալ Նահանգներին, կարելի է նաև մեզ։ Մենք էլ առանց սեթևեթանքի կանենք, թե ռուսների ամբողջ քաղաքականությունը
օրենքի իրավունքի դաշտից են, որտեղ ինչու են իրենք այդպես, որ ճշմարտությունը իրանց կողմը լինի, եւ եթե պատերազմը, ապա կռվողը մոտիվացված լինի, որտեղ ճշմարտությամբ զինված մարդը շատ ավելի պատրաստակամ է խնդիրը լուծել մարտական, քան ավազակը, որը օտար է գալիս է գրավի։ Եվ այսպես անտեսելով միջազգային իրավունքը, եթե Տրամպը իրեն հայտարարում է Վենեսուելայի նախագահ, ապա այլ ինչ միջազգային իրավունքի մասին է խոսքը, չէ՞, սա հանում է։ Բայց ամենակարևորը այստեղ ասում, Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի ոչ միայն Ուկրաինայում, այլև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ հատուկ ռազմական գործողությունը երբ սկսեց 22-ի փետրվարի 24-ին, 22-ին երկու օր առաջ Ռուսաստանի նախագահը անվտանգության խորհրդի բաց նիստում հիմնավորեց, թե ինչու են իրենք պատրաստում սկսել։ Առաջին բուն պատճառը ոչ այդքան 2014-ից 2022-ի Դոնեցկ Լուգանսկում մոտ 30,000 մարդու սպանությունն էր ուկրաինական ինքնաթիռներից թափող ռումբերով եւ զրատանկային զորքերով, երբ որ հարձակվում էին։ Խնդիրը դա չէր առաջնային, դա էլ էր խնդիր։ Իրենց իրավունքների, գոնե ապրելու իրավունքը, հա, լեզվի իրավունքը, մշակույթ, հավատ եւ այլն։ Առաջնային դա չէր, ՆԱՏՕ-ն էր։ Առաջին պայմանը, այո, 97 թվական։ Հիմա երբ որ սա ասվում է, սա նշանակում է, որ Ռուսաստանը հրաշալի գիտի։ Եթե մենք մեր տանը մեղմ ասած նստած բաց աղբյուրներից վերլուծում ենք ճիշտ հետևություն ենք անում, Ռուսաստանի ղեկավարությունը հատուկ ծառայությունների, երբ որ սեղաններին դրում է գործակալական ցանցի, ասենք, կողմից տրված տեղեկատվությունից կարող են չիմանալ, որ Հարավային Կովկասը պատրաստվում է Ռուսաստանի դեմ հարավայողությամբ ճակատ բացել։ Հրաշալի գիտեն, չէ՞ իրենք։ Եվ հետաբար որսի ճակատ բացեն, պետք է միացյալ բանակ լինի։ Հիմա միացյալ բանակից Հայաստանի բանակը որոշակի առումով տարբերվում է եւ զինվածությամբ, որտեղ մեր զինատեսակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինատեսակ սկսած ինքնաձիգից տարբեր են տրամաչափերը, ականանետերի, ասենք հրետանու արկերը տարբեր են։ Կառավարումը տարբեր է, մարտավարություն, ռազմավարությունը տարբեր է, հա։ Հիմա մեր բանակը պատական չէ որ բերում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին, բերում է նա համար, որ Հարավային Կովկասում 3 պետությունների միացյալ բանակ ստեղծվի։ Իհարկե թուրքական բարձրաստիճան սպաների հրամանատարությամբ, որը պետք է առաջին թիրախը ենթադրենք Ռուսաստան, երկրորդ թիրախը Իրան։ Եվ այն ինչ որ այստեղ ասում է, որ փաստացի Հայաստանը դառնում է Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի, որտեղ ասում է ազդեցության գոտու տարածքներում։ Իսկ Միջին Ասիան եւ Հարավային Կովկասը կողմն է Ադրբեջանն ու Վրաստանը եւս ազդեցության գոտի են, չէ՞, ըստ Պոզդամի կոնֆերանսի։ Սա նշանակում է, որ Հարավային Կովկասը իրենց համար գոյութենական խնդիր կարող առաջացնի, ճակատ բացելով եւ իրենք հատուկ ռազմական գործողություն սկսեն, բայց ենթատեքստը մի ուրիշ բան էլ ունի։ Իսկ ուրիշը հետեւյալ իրողությունն է։ Մենք գնահատում ենք, գոնե մեկը ես, որ Հայաստանի Հանրապետությունը արտաքին կառավարման ներքո է։ Կասում փաստեր ինքան շատ է որից մեկը հակառակ։ Անկախ նրանից օրվա իշխանությունների մունետիկները կամ քաղաքական խմբակի պարագլուխ ինչա խոսում։ Արտաքին կառավարում հստակ չափորոշիչներ ունի եւ արտաքին կառավարում ներքո։ Էլ չեմ ասում օկուպացված ռեժիմը այստեղ, կոլաբորանտ կառավարությունը Հայաստանում։ Մենք սպասարկում ենք, մենք ասելով օրվա իշխանությունները, որպես դրածո իշխանությունները սպասարկում են Թուրքիայի, Ադրբեջանի ազգային պետական շահերը։ Մի փոքր ավելի վեր է Բրիտանիա Միացյալ Նահանգն է, հա։ Եվ եթե մեր մոտ օկուպացիոն ռեժիմ է եւ մի երկրի բանակ մտնում է քո տարածք, դա կոչվում է այդ ռեժիմի դեմ դեօկուպացիա, ճիշտ է։ Մտնում է այդ ռեժիմը տապալելու, որը օկուպացիոն ռեժիմ է։ Այսինքն դեօկուպացիա, իսկ հայերեն այդ բառը կոչվում է ազատագրում։ Ես կարծում եմ իշխանությունների վայնասունը քարոզչական դաշտում եւ Ֆիդանի արձագանքը հիմնականում սրան, այսինքն ռուսները ասում են մենք գնահատում ենք, որ Հայաստանը օկուպացված տարածք է, ստեղծվում է ՆԱՏՕ-ի մի բանակ, Հարավկովկասյան 3 հանրապետություն, որի մեջ Հայաստանը կա, եւ դա մեր համար անվտանգային առումով գոյութենական է, եւ մենք դրա դեմ առնելու ենք։ Եվ պետք լինի ուժով, առանց ձեր կարծիքը հաշվի առնելու, իսկ դա ոնց է ձևակերպում առանց կարծիքը հարցնելու, եւ որ ասում անտեսելով միջազգային իրավունքը։ Սա է։ Այսինքն Սալավյովը փաստացի ասում է Հայաստանը ազատագրելու ենք այն ամեն ինչից, ինչը տեղի ունենում։ Առավելից որ
Իսկ ինչու նման կոշտ ձևակերպումներով, պարոն Նահապետյան, որովհետև գիտեք Հայաստանում ինչ հուզումներ են հանրային ընկալումներում բարձրանում եւ շատ-շատերը նման հայտարարությունները գնահատում են որպես Նիկոլ Փաշինյանին ուղղված աջակցություն, քանի որ նա սրանից հետո ել ավելի լայն տեմպով կհայտարարի, որ արդեն հայտարարում են իշխանության ներկայացուցիչները մեր դեմ հիբրիդային պատերազմ են վարում եւ այլն, որին պետք է հակազդել։ Ինչով եք պայմանավորվում։ Եթե տարածքը օկուպացիոն է, այդ տարածքում ինչ ասեն, հիբրիդային պատերազմ են վարում, հիբրիդային պատերազմ չեն վարում։ Ռուսները բոբոյ են, ռուսները մեզ ոչնչացրել են, ռուսները 15 թվականի ցեղասպանությունն են կազմակերպել, Փաշինյանն ասում էր, չէ՞, ասում էր ռուսական բանակը հենց դուրս եկավ 15-ին ցեղասպանություն։ Ռուսական բանակը մինչև 16-ի վերջ յուդենչի գլխավորությամբ Ստամբուլ էին մտնում, բրիտանացիների ու ֆրանսիացիների հետ միասին, որպես դաշնակից երկրներ, չէ՞։ Այսինքն ամեն կեղծիկը ռուսները կարող է սփաթաթել, բայց նորից եմ կրկնում, այս մի նախադասությունը հոգի խանգարմունքի է բերել եւ Փաշինյանի խմբակին, բայց առաջներտին իրենց տերին եւ Ֆիդանի արձագանքը ավելի շուտ ուղղված էր այս ասացին, որտեվ ասացով ասում է ոչ թե ասենք Ռուսաստանը քնում զարթնում է, որ Հայաստանը ազատագրի, թե իր համար շատ կարևոր է, որտեվ այս տարածքի վրա նույն ցարական Ռուսաստանի բանակի 250,000 զինվոր է զոհվել։ Երբ որ Պարսկաստանից 1813 Գյուլիստանով, 1820 Թուրքմենչայով 7 խանություն սկզբում, հետո եւս 2 խանություն բերվեցին։ Ուզում եմ ասեմ ռուսների համար միևնույն չի, բայց իրանց համար ՆԱՏՕ-ն է խնդրեմը, որտեվ այսօր Ուկրաինայում պատերազմը գնում է Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև։ Ճիշտ է, ճիշտ է։ Եվ հետաբար, երբ որ ասում են Հայաստանի կորուստը Ռուսաստանի շահերից չի բխում, սա նշանակում որ Հայաստանը այն պրոյեկտի մեջ է, որտեղ Հարավային Կովկասից պատրաստվում է ՆԱՏՕ-ի բանակ, որը պատերազմելով իրանց դեմ։ Եվ իրենք որից է մեկի կարծիքը չեն հարցնելու, առանց սեթևետանքի եթե պետք կլինի այդ կանեն, որտեղ գոյութենական խնդիր է գնում։ Եթե Միացյալ Նահանգների համար այս պատերազմը ընդհանրապես ազդեցության տարածքներ կորցնել չկորցնելու խնդիր է, Ռուսաստանի համար լինել չլինելու խնդիր է։ Զգում եք տարբերությունը եւ մոտիվացիան երկու երկրների ղեկավարների։ Եվ այս առումով Ռուսաստանը կարող է չսեթևեթի առավելից որ Ռուսաստանը գոնե Իրանի հարցում երկու անգամ հաղթել է։ Իրանը այս երկու իշխանափոխության փորձերը տապալեց։ Իհարկե Ռուսաստանը եւ Չինաստանը օգնել են իր դաշնակից Իրանին։ Հիմա երրորդ ճակատ եւ մի ճակատը Հարավային Կովկասից պատրաստում մեկը միջին Ասիայից Ղազախստանից եւ այն ինչ որ ասված սա սա պատական չի ասել վստահաբար սա լուրջ մեսիջ է շատ ավելի լուրջ է սա ամեն ինչի դինա իսկ կարծում նաեւ միջինասիական հանրապետություն առաջներտին Ղազախստանն է որտեվ ամենաերկար աշխարհում երկու պետությունների սահմանը Ղազախստան-Ռուսաստանն է 7600 կիլոմետր որից 6000-ը ցամաքային է սա դու պատկացեք մի քանի միլիոն ահաբեկիչ կան լցվել այնտեղ Այս մեր միջանցքով նաև դու պատկասում եք Ռուսաստանի ինչ խնդրեմ կունենա։ Ուղղակի զուգահեռ եմ ռուս-ուկրաինական ճակատը շփման գծի, որտեղ ռազմական գործողություն մոտ 2000 կիլոմետր։ Ամեն 40 մետրով զինվոր է, չէ՞։ Իսկ այնտեղ զինվոր չկա ընդհանրապես։ Սահմանապահ ուղեկալներն են մի քանի կիլոմետր մեկ։ Եվ հետաբար Ռուսաստանը կարող է իրոք կանխարգելի չարված հասնել։ Եվ որից է մեկ օրինակ Տրամպը ինչ պիտի ասի ագրեսիա է անում։ Տարածք էս վերցնում։ Օրինակ, երբ որ Տրամպը ասում է Գրենլանդիան իմն է, Վերջ, ես էլ նշանակել եմ գեներալ գուբերնատոր Գրենլանդիայի։ Այդ տարածքը ով ասում որ Դանիային է։ Չէ, դա մերն է։ Եվ բողոքում էր որ Դանիան ռուսական ագրեսիայի դեմ բավարար միջոցներ չի ձեռնարկում։ Ճիշտ է, որտեվ ինքը Գրենլանդիան վերցնում է, որտեվ ռուսական վտանգ կա, սպառնալիք կա։ Ես այս երբ որ անդադ Ռուսաստանն ասում, գիտեք ինչ անեկդոտ եմ հիշում։ Ասում է տարիքով մոտ 90-ի մեծ Պապիկ բարձրակ շենքի մուտքի մոտ նստած արտասվում է լուրջ այդպես մեծ կորստով հարևան մոտենում է ասում Սիմոն դա ինչ է ով է մահացել բարեկամ բան ասում խես ուզվածած բան ասում չէ մարդ չի մահացել բաց փախես լացում ոնց ասում մեր 5-րդ հարկի հարևան Վարդուշը 7-րդ աղջիկն ամնեց ասում են հետո ասում են ես եմ մեղավոր Բա հիմա Ռուսաստանը մեղավոր է, երբ որ Միացյալ Նահանգները Գրենլանդիան ուղակի կպցնում է Իրան։ Վաղը Կանադանն էլ չէ կպցնելու։ Ասելու իհարկե ռուսական բան կա, վտանգ կա, որ ռուսները Կանադանն են վերցնելու։ Եվրոպան ամբողջովին փաթեթավորելու են Միացյալ Նահանգները ասելու դառնում ես իմ 50, ասենք 3-րդ նահանգը Գրենլանդիայից, բանից հետո, Կանադայից հետո։ Ասենք ինչ եղել որ ռուսներն են մեղավոր։ Բայց այն ինչ որ ռուսների համար կենսական է, որը Պոզդամի կոնֆերանսում միջազգային իրանքով խորհրդային միության որպես իրավաճորդ Ռուսաստանն է անցել, հա Ռուսաստանը իրավունք չունի։ Բարև ձեզ, երբ որ սկսեցին ատամներն ու ժանեկները ցույց տալ, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, նույն մեր հարևան Իրանը, նույն Հյուսիսային Կորեան, ժամանակ արևմուտքը դառը լացելու է։ Առավես որ
Ռուսաստան նախագահը ասեց մենք Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն ենք, չէ՞, իրականացնում, կետային թիրախային ենք, չէ՞, մենք հարվածում, բոլոր պատերազմ չի, դա ճիշտ է ասում։ Ասում եմ, Եվրոպան եթե ուզում է մեր այդ պատերազմը, մենք պատրաստ ենք։ Իսկ դա գիտեք ինչ է նշանակում։ Առնվազն առավելագույն 10 ռումբ, ասենք արեշնիկ, որը մարտագլխիկը միջուկային լինի, 500 միլիոն Եվրոպայից ոչինչ չի մնալ, ոչ տարածքում ժողովուրդ, ոչ էլ շենք ու շինություններով վերջ թեման փակվեց։ Եվրոպային ասում է վերընկեք տեղներ, ես խաղի կանոններով եմ ձեր հետ խաղում, դուք ավազակի։ Հիմա Տրամպը, որ Վենեսուելան վերցնում է, Գրենլանդիան վերցնում է, ինչ է, ավազակություն, չէ՞, այդ միջազգային իրավունք կա, իհարկե չկա, չէ՞, ավազակ։ Մեծ ավազակ, որը ունի զենք, որին բոլորին վախացնում է զենքով։ Իսկ ինչու խաղաղարար Թրամփը այս գործելակերպը որդեգրեց։ Որտեվ հիմա տարի առաջ ուրիշ խոստումներով էր գալիս իշխանության։ Չէ, Գրենլանդիայի պահով ասել է, ես առաջիններից մեկն եմ արձագանքի, երբ որ ասես Գրենլանդիա, Կանադա, օրինակ շատերը զարմացան, ասին ծերուկն անտանելի է դարձել, մարազմի է հասել։ Հա, աս ժողովուրդ ասի, այս մարդը որ ասում է Գրենլանդիա, Կանադա, դրանք մտածեք, չի ասում որ Արկտիկայի խնդիրն է, ընդերքի խնդիրն է։ Միացյալ Նահանգները որպես այսօրվա վարչակազմը աշխարհը միաբևեռ կառավարման մեջ է տեսնում եւ հեգեմոն ինքը պետք է լինի։ Ռուսաստանի հետ գերտերություն է, Ռուսաստանի հետ աշխարհը պետք է բաժանեն երկուսով, որտեղ միջուկային գերտերություն, երրորդը չկա, Չինաստան անգամ չի։ Բայց Չինաստանի տնտեսությունն է իր համար գլխացավանք։ Ընդերքի խնդիր ունի, չափելի չի Ռուսաստանի ընդերքի հետ ԱՄՆ-ի ընդերքը։ Ավասիկ Արկտիկայում գազ, նավթ, մետաղներ շատ ավելի շատ են, քան այսօր գոյություն ունեցողները միասին վերցրած։ Իսկ Միացյալ Նահանգները մեծ հաշվով առանձնապես Արկտիկայում տարած չունեն։ Փոխարենը Գրենլանդիա, փոխարենը Կանադան ունի։ Այդ բոլորինը որ գումարենք են, իրանցը նույնիսկ մի քիչ ավելի կարող է շատ ունի, քան Ռուսաստանն։ Ըստ ձեզ ընդերքի խնդիրը։ Ոսկե եթե պետք է իրան որ վերցնի, ուրեմն ասում է իդեպ ասեմ Տրամպի եւ այդ վարչակազմին մեր փորձագիտական, քաղաքագիտական շրջանակները այդպես բան են նայում, մի քիչ անլուրջ են նայում։ Ասեմ ձեզ Տրամպի աշխատասենյակում որքան ես տեղյակ եմ, մի անգամ տեսել եմ պատկեր կամ նաեւ կարդացել եմ Ռոնալդ Ռեյգանի նկարն է։ Մարդ, որի քաղաքականությունը ԱՄՆ-ում Ռեյգանի վարչակազմի ժամանակ նշված էր արդարություն ուժով։ Իսկ արդարությունը ԱՄՆ-ի ազգային պետական շահերն է։ Այսինքն այդ շահերը սպասարկելու համար ուղղակի նաեւ պետք է եւ անհրաժեշտ է կիրառել ուժ։ Այն ինչ որ հիմա Տրամպը անում է։ Ռուսներն էլ ասում են մեր ազդեցության տարածքներում մենք էլ ենք ուժ անել, ընդ որում մենք խաղականները, որ հիմա ԱՄՆ-ն անում, այսինքն խաղականում գոյություն չունի։ Եվ այդ վայնասունը այստեղ, ասեմ ձեզ, հա, եւ Թուրքիայի բանը արտաքին գերատեսչության ղեկավարի կեցվածքը։ Այսինքն աշխարհի վերաբաժանմանն ենք ականատես լինում, ինչի մասին հիմա գնում է, իհարկե հիմա գնում է, իհարկե հիմա գնում է։ Ուղղակի խնդիրը նա է, որ ԱՄՆ-ը ուզում է, որ աշխարհը բազմաբևեռ չլինի, միաբևեռ, բայց քանի որ դա անհնար է, ինքը ուզում է, որ երկու բևեռ լինի, Չինաստանը չմասնակցի, իսկ ռուսները ուզում են, որ Չինաստանը մասնակցի։ Ինչու՞, որտեղ Չինաստանի տնտեսությունը միակն է, որ այս պայն ԱՄՆ-ի տնտեսության հետ մրցակից է։ Եթե անգամ Վենեսուելայում եւ Իրանում տեղ ունեցող դեպքերը իշխանափոխության փորձը, բոլորը բուն պատճառը ռազմավարական առումով ԱՄՆ-ի համար դա Չինաստանն էր, որտեղ Չինաստանի հոսանքի արտադրության մոտ 80% նավթի վրա է նստած։ Իսկ Վենեսուելան եւ Իրանը հիմնական նաեւ նավթ արտահանող երկրներն են դեպի վաճառող դեպի Չինաստան։ Այսինքն ինքը հարվածում է Չինաստանի տնտեսությանը նավթային գնային քաղաքականությամբ կոմունիկացիաներ վերցնելով, իդեպ ստեղ մեզ մոտ այսպես կոչված այդ Տրամպի ուղին, ինքը կոմունիկացիա է, էլի, ինքը այդ կոմունիկացիաների վրա։ Եվ քանակը նվազեցնելով, ասենք, եթե Իրանից ստացվեր Իրանում իշխանափոխություն, Իրանից ասենք նավթ չէր գնա, Վենեսուելայից չէր գնա, եւ Չինաստանի տնտեսությունը կթուլանար։ Այդ առումով ինքը ռուսները հետ նստելու են ասելու են բաժանենք աշխարհը, բաժանում ենք, բայց ես համար մեկն եմ, որտեղ քո տնտեսությունը իմից շատ թույլ է։ Այսպես, այսինքն ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի քաղաքականությունը այսօր պարզ է, որը հակագլոբալիստ է, գլոբալիստներին ջարդում է, ինչ որտեղ գլոբալիստները համաշխարհային տիրապետության են ձգտում, չստացվեց։ Հիմա ասում են համաշխարհային տիրապետության Ամերիկա պետությունն մագաշարժում պատական չի ստեղծվել, էլի։ Ես եմ ձգտում։ Ասում եմ знал бы Прикуп, гулял бы в Сочи։ Հիմա ամբողջ հարցն է, որ այսօր այնքան բաց են խաղում։ Այսինքն հասկանալի է բոլոր խաղերը եւ բոլորի նպատակները։ Եվ այս բոլորի մեջ, երբ որ աշխարհը турբուլենտ վիճակում վերաբաժանումների դաշտում է, մենք ինչ ենք անում։ Թիթեռ ենք նկարում, մենք ասելով որվա իշխանությունները։
Մենք ժպտում Կամ այլ ենք։ կենթանի։ Իդեպ 1915 թվականին մեծ հաշվով էլի թիթեռ էինք նկարում, դա համար ստացանք այն ինչ ստացանք։ Ցավոք սրտի։ Պարոն Նահապետյան, նախորդ շաբաթ տևական դադարից հետո Ադրբեջանից 4 պատանդ վերադարձավ Հայաստան, ինչը բնականաբար ողջունելի էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ վերջիներից փոխարեն Հայաստանն էլ սիրիացի 2 վարձկան ահաբեկիչներին է արտահանձնել, որոնք 44-օրյայի ժամանակ էին գերեվարվել։ Ինչպես է գնահատում այս փոխանակումը, փաստացի սրանով Հայաստանի իշխանությունը մեր պատանդների եւ դիվերսանտ ահաբեկիչների միջև հավասարության նշան չդրեց, եւ եթե այնուամենայնիվ սա պետք է կայանար, ապա հնարավոր չէ ավելի շատ պատանդների վերադարձնել այս փոխանակման արդյունքում։ Այստեղ ձեր ասացի մեջ կարծես թե փոխանակման սուբյեկտը Հայաստանն է, չէ՞, նախաձեռնողը, բայց Հայաստանը չէ։ Խնդիրը 4-ին տալը չէր, կամ 14-ին տալը, խնդիրը 2-ին տանելն էր։ Եք ինչու։ Այդ երկուսը այն վարձկաներն են, որոնք 44 օրյա են եղել։ Հիմա քանի որ Հարավային Կովկասում պատրաստվում է բանակ, այդ բանակի մեծ մասը ցամաքային զորքեր, այսպես ասենք, հա, գրոհային ջոկատներ, ալնելու են ահաբեկիչներ։ Հիմա պատկերացրեք ահաբեկչական խմբավորումների մոտ Ալևի վարկանիշը, երբ որ ինքը մի պետության բանտից ցմահ նստածներին հանում է ու տանում է։ Իդեպ մի զուգահեռ բերեմ, երբ եղավ փոխանակում ժամանակին Քարվաճառում գերեվար։ Հայերի մասին չի, Ռուսաստանը, երբ բացահայտված հետախույզները, որոնք ձերբակալվել էին եւ որոնք, ինչպես ասում են, չէին ծագվել։ Ինչ են մնացել, ասենք հիշում եք, մի 7-8 հոգու բերեցին, այդ թվում նաեւ մի կին։ Փոխանակում եղավ։ Այո։ Ահա։ Վարկանիշ է ժամանակ Ռուսաստանի նախագահ, ես գոնե տեղեկատվական հոսքերը նայում եմ։ Մի անգամից բարձրացավ, չէ՞։ Ամեն դեպքում ամեն ինչ արեց, որ ցմահ են դրանց մեծ մասը նստած։ Հետ բերես, չէ՞։ Հիմա Ալևի վարկանիշը ահաբեկչական խմբավորումների մոտ։ Չէ՞ որ այդ պատերազմի շոկեքարշը հիմնականում տանող Ադրբեջանն ալնելու եւ Իրանի դեմ եւ Ռուսաստանի դեմ, հա, որպես հաղթած բանակ, կազմակերպված բանակ, մոտիվացված բանակ եւ այլն։ Հիմա բայց այդ բանակի ցամաքային զորքերը կամ գրոհայինների մի մասը կամ մեծ մասը դրանք ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ, ինչպես 44 օրյա։ Բայց այդ խմբավորումների մոտ Ալևի վարկանիշը ոնց է հիմա բարձրանալ Մի քանի անգամ։ Ոնց ասում ես մարդ աշխարհի որտեղ լինի, մենք գերի ընկնենք, հետա բերելու։ Այսինքն, ուզում եմ ասել, այս փոխանակման process-ի կառավարիչը ոչ թե Հայաստանն էր, այլ Ադրբեջանն է։ Այսինքն Ադրբեջանն է տվել։ Իհարկե ձեռք հետել հաշվել է, որ այս 4-ին որ տալիս է Փաշինյան Նիկոլ, քանի որ իրենց սրտի տեխնացուն է եւ իրականում 26-ի եթե ընտրություններ համապետական տեղ ունեցան, իրականում հայ ժողովրդի ձայնը պիտի տա մի կողմից ընդդիմությանը, մյուս կողմից կամ Ալևի եւ Էրդողանի դաշինքին, որի ներկայացուցիչը Փաշինյանն է։ Հիմա այս 4-ին հանձնեցին, որպեսզի քարոզչականով իրականում Փաշինյանն ինչ անի։ Հրապարակավ բարձրացնի։ Իր վարկանիշը առանցնել, թեւի ինքը վարկանիշ բարձրացնելու խնդիր, ինքը ունի մեծ ամենամեծ հակավարկանիշը։ Աստղերին է հասնում։ Եվ հետեւաբար Ալիևի եւ Թուրքիայի որոշելի կես քայլը ունի երկու նպատակ հետապնդում։ Առաջինը այդ ահաբեկիչներին ցմահ նստած վերադարձնել եւ զինել եւ պաշտոն տալ եւ այսպես ողջևորել մյուսներին, որ իմացեք մենք որտեղ էլ լինեք, մենք ձեզ բերելու ենք, չենք թողի թշնամու մոտ, եւ երկրորդ Փաշինյանի որոշակի շրիշակից մի միլիմետր վերև վարկանիշը, ասենք 0.1%-ական վարկանիշը մի քիչ բարձրացնել դառնա 1/10, ասենք։ Իսկ չէր կարող նույն Փաշինյանը այնպես անել ավելի մեծ թվով գերիների հետ ստանային։ Ինքը չի որոշում։ Ոչինչ չէր կարող անել։ Ոչ, այդ ինքը չի որոշում։ Այդ որոշումը Ալիևը։ Ալիևի խնդիրը այդ 4-ին տալը չէր կամ 14-ին տալը չէր։ Դե հասկանալի է սա։ Իդեպ ասեմ ձեզ, Ալիևը ուշադրություն դարձրեք 44 օրյայից հետո գերեվարվածներին դիտում է որպես ահաբեկիչ, որտեվ երբ որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի իշխանություն կոչվածի պարագլուխը ստորագրեց, որ Արցախը Ադրբեջանի մասը, իսկ Ալիևը երկրորդ պատերազմը Հայաստանի դեմ կամ Արցախի դեմ շատ դժվար էր որ սկսել, որտեվ
այդ ընթացքում 44 օրից հետո 4 երրակողմ կար, չէ՞, այդ 4 երրակողմի 3 ստորագրություններից մեկը Ռուսաստան նախագահի ստորագրությունն էր, ճիշտ է։ Եվ հետաբար, եթե Ադրբեջանը դի պատերազմ սկսի, Արցախի դեմ նորից պատերազմ, ինքը որոշակի հիմնավորումն է, չէ՞, դիտա։ Ռուսաստանը ասել է դու վիժեցնում ես այս ստորագրած, որի տակ դու ես ստորագրել, չէ՞, ճիշտ է։ Այդ դեպքում ինչ հնարք որոշեցին արևմտյան ուղղային կենտրոնները շատ բարձ։ Դա ոչ թե պիտի լինի պատերազմ, այլ հակաահաբեկչական գործողություն։ Ադրբեջանի տարածքում, որի ճիշտ է, այ որը այ, ահա, շատ ճիշտ է։ Եվ հետաբար ես այս գերիների պահին չեմ ասում, ուրեմն 23-ի սեպտեմբերի 19-ից 1, 2, 3 օր այդ տևածների ժամանակ, երբ որ գերեվարեցին եւ այդ անցակետով անցնելուց ձերբակալեցին, իրանք դիտում են որպես ինչ, ահաբեկիչ։ Բարձր եմ ասում։ Այսինքն իրականում Արցախի հանձնողը եղել է 3 մարդ. Փաշինյան Նիկոլ, Շարլ Միշել եւ Էմանուել Մակրոն, որոնք Պրահայում ստորագրեցին, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որով Ադրբեջանի նախագահին իրավունք տվեցին միջազգային իրավունքի բոլոր նորմերով իրականացնել հակաահաբեկչական գործողություն, որտեղ ինչ գործ ունի Ադրբեջանի տարածքում, որն է նաեւ Արցախը, զինված մարտիկ կամ զինված խմբավորներ, եթե այդ մարտիկ գողեր չեն, ավազակներ չեն, ուրեմն ահաբեկիչներ են, չէ՞, հազարներով։ Դե Ալիևն էլ հակաահաբեկչական գործողություն արեց։ Հավասիկ սա է իրականությունը, այնպես որ երբ որ գալու է քարեր հավաքելու ժամանակ, այդ 22 հոկտեմբերի 6-ը շատերի վրա շատ թանկ անցնելու այդ ստորագրած էլի։ Թեև ես ուրիշ բան էլ ասեմ, որ 4 երրակողմը դեռևս իրավական ուժ ունի։ Բոլորն անք ովքեր որ մտածում են Արցախի հարցը փակված է, մի փոքր շտապում են։ Լավատես եք այս առումով։ Ես իրատես եմ, եւ 4-ն էլ իրավական ուժ ունեն։ Ինչով կհիմնավորեք սա։ Օրինակ, այդ 4 փաստաթղթերով կա միջանցք գրված իրավական առումով։ Միջանցք բառը չկա, ինչպես Թրամփի ուղունը չկար։ Չէ, ոնց բանը Լաչինի միջանցքը չկա։ Ներողություն ստված Սյունիքով անցնող Չէ, այո։ 4 փաստաթղթերում 4 երրակողմ հայտարարություններ կա Լաչինի։ Բերձորի միջանցք կա։ Արցախում հայեր պիտի ապրեն, Այդ միջանցքում Ադրբեջանի ոչ մի կառույցի ներկայացուցիչ չպիտի լինի, չէ։ Այո։ Արցախում պիտի լինեն խաղապահներ։ Ես ասում եմ ինչ-որ նոյեմբերի 9, բացի նաև կոմունիկացիաների բացել ապաշրջաններն են կողմ են դնում։ Հիմա ինձ ասում են, որ դա որից ուժ չունի։ Ես էլ ասում եմ, Պաղեստինցի ժողովուրդը առ այսօր 1948 թվականից պատերազմում պայքարում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը կյանքի կոչելու, այն է, այդ Պաղեստինի տարածքում 2 պետություն չէ, պիտի ստեղծեի։ Իրավական ուժ ունեցող փաստաթուղթը կա Իսրայել եւ Պաղեստին, չէ, ինչ որ տարածքներով։ Հիմա պաղեստինցիները իրենց պայքարը իրավական առումով ինչպես են հիմնավորում, որ կա որոշում, որը պետք է կյանքի կոչվի, բայց կյանքի չի կոչվում, մենք էլ պայքարում ենք, որ կյանքի կոչվի։ Հիմա ես էլ ասում եմ, կա 4 երրակողմ, որը որից է ձևով չի հերքվել, առավես այնտեղ հերքելու պայման կա, եթե երկու կողմն էլ ինչ են անում, 6 ամիս առաջ թիմում են, որ դադարեցնում են գոյությունը։ Ասենք կարող եմ ենթադրել, Ադրբեջանը շահառու է եղել, դիմել է։ Եթե Հայաստանը դիմել, վստահաբար կանգնեցնելու են, չէ՞, բայց Հայաստանը չի դիմել։ Հիմա այստեղից հետևություն, որ Արցախի հարցը փակված չի, որտեղ այդ 4 երրակողմը կա։ Բայց եթե այստեղ մարդիկ կան մտքի գիգանտեր, որոնք գնում են Վիլսոնի իրավարար վճիռ, որը առանձնապես հիմքեր էլ չունի, չէ՞։ Բայց ասում եմ, բա մի քանի տարի առաջ փաստաթուղթ, որը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է 3 պետությունների։ Համաձայն եք։ Բնականաբար։ Դե ուրեմն Արցախի հարցը փակված չի, եւ բոլորն անք ովքեր որ մտածում են, որ փակված Արցախ գոյություն չունի, ինչպես ասում էր հայտնի գրողը, իր մահվան մասին լուրերը մի փոքր չափազանցված են, նույնը Արցախի չլինելու վերաբերյալ լուրերը։ Եվ քանի որ Փաշինյանի վարկանիշի բարձրացման մասին խոսեցինք, հնարավոր համարում եք, որ առաջիկա ամիսներին, հատկապես ընտրություններից առաջ, Ադրբեջանը կրկին որոշ թվով գերիների պատանդների վերադարձնի, ինչպես օրինակ 21 թվականի ընտրություններից առաջ արեց։ Չեմ բացառում։ Ադրբեջանը Թուրքիայի համար գոյութենական է, որ Հայաստանում այլևս իրենց ենթարկող կոլաբորանտ կառավարության պարագլուխը վերընտրվի։ Իհարկե գոյութենական է։ Իսկ ցանկացած, եթե անգամ Փաշինյանը չի լինելու վարչապետ, նկարելուց հետո ԿՊ-ն ցայների 51%-ը ստանում է, ինչ որ մեկը։ Այստեղ խնդիրը անձին չի, որտեղ Ֆիդանի ասած ես ուշադիր չէ, կարդացի, կարծում դուք էլ գալեցիք։ Քաղաքականությանն է վերաբերում։ Ուզում է այստեղ նաև մեսիջ է ուղարկում,
Եթե Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, եւ մենք գիտենք, որ կան անձինք, որոնք այդ քաղաքականություն տանում են, մեզ համար այդ անձինք ավելի նախընտրել են, որտեղ Փաշինյանը գլխացավանք է։ Ես չեմ ուզում հիմա շատ տողատակել մտնեմ, բայց կարամ նույնիսկ ենթադրեմ, որտեղ ասողը հատուկ ծառայության ամենագերազոր Թուրքիայի ողնաշար կազմող իմունիտետ տվող կառույցի ղեկավարն է նախկին ասել, որը ապագա նախագահն է։ Ինքը ենթատեքստով գիտեք նաև ինչ է ասել։ Ես տենց եմ կարծում, որ Փաշինյանը մեզ ձեռքել չի տալիս։ Մենք եւ դուք այստեղինները ընտրեք մեկին, որ այդ կուրսը առաջ է տանելու։ Առանց որ Փաշինյանը հարցեր կա, որ չի լուծել։ Ճիշտ է, ես ընթերցեցի։ Ենթատեքստով կարող եմ հասկանալ, որ Փաշինյանը իրենց ձեռք չի տալիս։ Իսկ Թուրքիան էլ է ուզում Փաշինյանից ազատվել, կարող են այդ եզրահանգումը։ Որտեվ կուրսն է վտանգում։ Կոնկրետ Ֆիդանը ասում է, չէ, հարցեր կա պիտի լուծի։ Էսի շատ կարևոր է, որտեվ եթե այդ նույն ասացին նայենք ինք ուշացի, ասում եմ ներկայումս թե Ադրբեջանում, թե Հայաստանում, Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա 3 կողմերում է, խոսքս Միջանցկի։ Բայց ինքը չի ասում, չէ, Փաշինյանի։ Ասում է քաղաքական ղեկավարությունը հո միայն Փաշինյանը չի ներկայացնում, ճիշտ է։ Այո։ Եվ Փաշինյանը ինչ պիտի անի, մի քանի հարց կա, որ լուծի, այսինքն ինքը չի լուծել, խոստացած չի կատարել։ Եվ Փաշինյանը այդ առումով իրենց համար առանձնապես ցանկալի չի։ Եթե ես շատ ավելի խորքերը գնամ, Ֆիդանի տողատակում նաև ասում է, միգուցե մենք ունենք ուրիշ տեխնացու, որը կուրսը կշարունակի, որտեղ Փաշինյանը պրոբլեմ է հիմա։ Խոստանումը չի անում, Ահավասիկ ասում է, չէ։ Քաղաքական կուրսը որ տանի այդ նոր անձը եւ մեզ հլու հնազանդ անեն ինչ որ մենք ենք ուզում։ Մենք էլ պատրաստ ենք օգնել իրան։ Իսկ դաշտում տեսնում եք այդ տեխնացուին ով կարող է լինել։ Գրավոր դիմեք Ֆիդանին, ցուցակներ իրաց մոտ է գործակալական ցանցի, տարբեր երկրների։ Ես տեսնում եք այդպիսիներին, եթե անուններն էլ չտակ։ Նման մեծ խաղերում, որտեղ թուրքական աշխարհը անհիշելի ժամանակներից ցամաքային կապով կապված չէր, իսկ հիմա Հայաստանի Միջանցքը կոչված Զանգեզուրի, այսպես կոչված, հիմա կապվելու է։ Նման մեծ խաղադրույքների քաղաքական առումով արկայության պայմաններում չէ կարծում Թուրքիան, Բրիտանիան այստեղ կունենան տեխնացուներ, այն էլ շարք կանգնած, թաթիկները բռնած։ Մի քանի տասնյակ։ Ну, ասենք, այսպես չասենք, մի քանի տասնյակ, բայց առնվազն մի 10 հոգու կունենան, վստահաբար, իհարկե։ Այդպես։ Եվ պարոն Նահապետյան, նախորդ շաբաթ Իրանի նորանշանակ դեսպանը Հայաստանում բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ, ընդգծելով, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, ըստ որի Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար կենտրոն։ Ինչով եք պայմանավորում իրանցի դիվանագետի այս կոշտ գնահատականը, արդյոք պատճառը Իրանի դեսպանատան դիմաց իրանցիների ցույցերն են, թե այստեղ նաև այլ շարժառիթներ կան, ահավասիկ այնպիսիները, որոնք ձեր խոսքում քիչ առաջ հիշատակում էիք։ Ուրեմն առաջին օրը 2 անգամ է ցույց եղել։ Առաջին ցույցը ինքնաբուխ էր, այդպես բավականին շատ ճանապարհները փակված, գոռում, գոչում եւ այլն։ Դա այն էր, երբ որ Միացյալ Նահանգները դեռևս հետքայլ չէր արել։ Իսկ հայտարարությամբ հետքայլ արեց, չէ՞, Իրան հետ կապված։ Եվ օրվա իշխանությունները, ինչպես ասում են, քամին որ կողմից է փչում։ Իսկ եթե հանկարծ Իրանի ներսում իշխանափոխության գործընթացը հաջողության հասներ։ Իդեպ Արադ Միրզոյանը, երբ որ գնացել էր Տրամփի ուղու մասին, հանդիպել էր նույն օրն էր հայտարարությունը։ Ուշադրություն դարձեք, այնտեղ հանդիպել էր, ես կարծում եմ, այդ հանդիպան նպատակը երբեք այդ դատարկաբանությունը չի ինչ-որ հայտարարեցին, բուն նպատակը Հայաստանը ինչքանով է պատրաստ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելու ժամանակ Հայաստանի տարածքն ու ռեսուրսները տրամադրելու, կարծում եմ ավելի շուտ այդ հանդիպման նպատակը է եղել։ Եվ օրվա իշխանությունները մտածում են, որ Իրանում ինչ-որ բաներ կլինի։ Թեև ես առաջին օրն էլ ասել եմ, հասկանալով իհարկե գնահատելով, որ ոչ մի բան չի լինելու, որտեվ կա մոտիվացված իշխանություն, մոտիվացված ժողովուրդ, մոտիվացված բանակ, մոտիվացված անվտանգության ուժեր եւ մոտիվացված երկու դաշնակից, որոնք եթե պետք լինի տեխնիկապես մասնագետներով ամենք էլ փոխնել են Իրանին։ Խոսքը Ռուսաստանի եւ Չինաստանի մասն է, բարձր մասն չէ, եւ հետաբար տեղից հետեւություններ ա, որ չի ստացվի։ Ուրեմն օրվա իշխանությունները առաջին ցույցի ժամանակ ոնց որ Ամերիկա մենք ձեզ հետ ենք, երբ որ Ամերիկան հետ քայլ արեց, ասաց ոնց, բա իհարկե, բա այս ցուցարարները ինչ են անում, հələ մի հատ ոստիկաններ բռնել, տանել, այնտեղ բանտարկել եւ այլ։ Քամին որ կողմից փչում է։ Այսինքն դա ցույց է տալիս իրանց 0% ինքնուրույնության մասին։
Եթե պետք է ասել գլխի վայր առավոտից երեկոմ պիտի քայլես, գլխի վայր կքայլեն։ Ուրիշ տարբերակ չկա, որովհետև իրենց բերել են կոնկրետ դրա համար։ Ոչ գլխի վայր քայլելու, այլ դրսի կամքը կատարելու։ Միևնույն ժամանակ Իրանի հետ հարաբերություններում լարվածությունը Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Շատ ծանր։ Իրանը չի սեդևեթելու, որտեղ իր համար գոյութենական է։ Այսինքն Իրանի ղեկավարությունը այսօր հրաշալի հասկանում է, որ իշխանափոխությունը բերելու է Իրանի մասնատման, առնվազն 5 բեկորի։ 4-ը փոխվելու են, եւ դա ծրագրերի շատ վաղուց կա, ազերիները, քրդերը, բելուժները եւ փուշտունները։ Իրանը հիմնականում պարսիկները մեջտեղի մասում են, հա, եթե քարտեզը այդպես նայենք, ծայրամասը կենտրոնական մասում են, հա, ճիշտ ասեք։ Եվ Իրանի համար գոյութենական է։ Այն Իրանի, որը 90-ականներին ամեն կերպ Հայաստանին օգնում էր իր նաև իսլամ աշխարհում վարկանիշի հաշվին։ Վարկանիշը իշտում էր, հասկանում էր, բայց օգնում էր մեզ։ Այդ թվում Արցախի հարցում շատ բաներ կար, նույնիսկ չեն կարող ասել, իհարկե, եւ վառելիքի եւ ոչ միայն, մեզ օգնում էր։ Իր շահերից ելնելով, իդեպ ասում։ Հիմա իր շահերից է, որ Հայաստանը Ռուսաստան-Իրան հյուսիս-հարավ միջանցքի տարանցիկ երկիր է։ Բա իր շահերից չի, որ Հայաստանում նորմալ իշխանություն ունի։ Իր շահերից է, չէ՞ որ իդեպ Հայաստանը եւ այն ժամանակ Արցախի 3 շրջաններ Կուբատի, Զանգելան, Ջեբրայել, Արաքսի հովիտը 102 կիլոմետր, որտեղ ՆԱՏՕ-ի զորք չկար։ 144 կիլոմետրի վրա ՆԱՏՕ-ի զորք չի եղել։ Իրանը միակ տարածքն է, որ շրջափակման, երբ որ նայեք իր հարևանները, այս կամ այն ձեւով ՆԱՏՕ-ն ներկայացված է։ Մեր մոտ 144 կիլոմետր ՆԱՏՕ չկար։ Արցախը հանձնեցին ոչ 44 օրը, հանձնեցին Պրահայի այդ ստորագրելուց հետո, այդ ժամանակ հանձնվի Արցախը, որի գործնական կիրառում մի տարի հետո եղավ, 11 ամիս հետո, չէ, 23 սեպտեմբերին։ Ուրեմն 102 կիլոմետր հանձնվեց, հիմա այս 42-ը հանձնելու խնդիրն է։ Իսկ այն գործընթացը, որ ԱՄՆ-ն անում է, դա իրականում հենց դրա մասն է խոսում։ Ասեմ քեզ, Իրան դեսպանը նորանշանակ է, չէ՞։ Այո։ Եվ այդ կոշտ հայտարարությունը պատահական չի։ Այսինքն սա ցույց է տալիս Իրանի իշխանությունների նոր դեսպանով կեցվածքը Հայաստանի այսպես կոչված իշխանությունների քաղաքականության կամ ավելի շուտ եթե ավելի բնավեճ ցույցերը չէին, որոնք Երևանում տեղի ունեցան։ Իհարկե։ Առավել եւս, որ Իրանը այդ առումով շատ ավելի խիստ կարող է լինել։ Իրանը երկիր է, որտեղ անգամ չել ընկրկում, եթե պետք լինի Միացյալ Նահանգներին պատասխանել։ Հիշում եք Սուլեյմանի սպանությունից հետո հունվարի 3-ին 20 թվականի Իրանը ռազմական բազաներին հարվածեց։ Իրան-Իսրայելը հարվածում։ Իրանը ԱՄՆ-ի բազաներն էլ է, այսինքն վերջին պատերազմի ժամանակ։ Այսինքն ինքը չէր սեթևեթում այդ առումով։ Բայց եթե չի սեթևեթում ԱՄՆ-ի Իսրայելի նման միջուկային մեկը գերտերություն, մեկը տերությանը հարվածելու, այստեղ էս խեղճ ու կրակներ ինչ են։ Առավել եւս ուրիշ բան էլ ասեմ։ Իրանում առ այսօր կա անկալում եւ արդարացված, որ անհիշելի երկարուձիգ դարեր այս տարածքը եւ ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջանը եղել են իրենց կայսրության մի մաս, օրինակ Սեֆյանների ժամանակ։ Այդ թվում Հյուսային Կովկասի մի մաս, իհարկե Իրանը հիմա չի հավակնում Ռուսաստանցի շուտ բան փոխել։ Ի տարբերություն բանը ինքնախապեյությամբ եւ քաղաքական արգազմով ապրող Ալիևի, որ ասում է Դերբենտը մերն է, այդ Դերբենտ մերը այդ Սեֆյանների ժամանակ է եղել, հա, 1502-1736 թվականներ։ Հիմա Իրանը հրաշալի գիտի, որ այս տարածքները Իրանն են։ Իսկ ով է ասում, որ 200 տարի եթե ռուսները հետ են գնում Գյուլիստանի Թուրքմենչայի պայմանագրով իրանք այստեղ չկան, ընդ որում 200 տարի սահման արաքսով պահպանվել է, ասենք ես։ Ոչ ռուսներն են խախտել ցարական Ռուսաստան, Խորհրդային Միություն եւ հետո իրավը հաջորդ Ռուսաստան, ոչ Պարսկաստանն է խախտել, հետո որպես Իրան դարձավ։ Այս սահմանը մնացել է 200 տարի, շատ լուրջ բան է, լուրջ պետությունները եվրասիական տարածքում սահմանը բարի չխախտել։ Բայց եթե Ռուսաստանը մի պատ տեսականորեն հետ քայլ անում, իմացեք, ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն էլ է Իրանը վերցնելու է որպես իրանց պապական ժառանգություն։ Ունեն այդ ռեսուրսը։ Իրանը 4 բանակ ունի։ Եզակի պետությունն է, իդեպ ասեմ ձեզ, կառուցվածքի առումով, ես չգիտեմ այլ պետություններ։ Օրինակ Իրանը գնահատում է այսպես, եթե քաղաքական, գիտական եւ հոգեվոր դաշտում անձը մահանում է, ոչ թե իր տեղակալը ժամանակալ պաշտոնակատար մի 6 ամիս գործին ծանոթանում է, որ պաշտոնը ստանձնի եւ պարտականությունը կատարի, այլ մի մահացածի տեղը, որ կարող է սպանվի։ Իդեպ 12 օր Իսրայել ԱՄՆ մի կողմից, Իրան մյուս կողմից այդ իշխանափոխության
փորձը ռազմական բախման միջոցով Իրանը երրորդ օրը միանգամից վերականգնեց այն կորուստները, որ ուներ, որտեղ մի քաղաքացիական են ինքը փոխարին 3 հոգի պատրաստ կան այդ զինվորականին Բարձրաշյանների մասն է խոսքը, մեկ անձին 5 հոգի է փոխարինում։ Իրանը ունի 4 բանակ։ Լսել եք նման բան, 4 բանակ։ Առաջինը այն բանակն է, որը երկրի տարածքային ամբողջականությունն է պաշտպանում։ Ոնց որ մենք, ոնց որ Միացյալ Նահանգները, ոնց որ սովորական բանակը։ Երկրորդ կոչվում է Պահապանների կորպուս, որը եւս բանակ է։ Ավելին, այդ բանակ ունի ստորաբաժան, որ սովորական բանակը չունի։ Օդատիեզերական ուժերը չեն ենթարկվում բանակի հրամանատարին, ենթարկվում են Պահապանների կորպուսի հրամանատարին։ Սա ցուցիչ եմ ասում, հա, օդատիեզերական ուժը։ Երկրորդ բանակը իր մեջ առանցին ստորաբաժանում կա, որը գործում է միայն Իրանի սահմանից դուրս, կոչվում է Երուսաղեմ։ Ալ-Քուդս, այո, Երուսաղեմն է։ Եվ 4-րդ բանակը Իրաքի 400 հազարանոց ոստիկանությունն է շիա մահմեդական, որը բանակը անն են միլիցիա դեր, բայց ինքը բանակ է։ Այ Իրանը ունի 4 բանակ։ Հիմա այդ պետության դեմ ուկն ու կատու խաղալը ի՞նչ է։ Եթե իսկապես Ռուսաստանը մի պահ այստեղից հետ քայլ արեց տեսականորեն եւ դաշտը թողեց կտրիչներին Իրանին, ապա մեծ Ադրբեջան վստահաբար կստեղծվի։ Ալիևի ցանկությունը տեղի կունենա, բայց կենտրոնը Բաքուն չի լինի, Թավրիզը կամ Սպահանը կլինի։ Այսինքն Ադրբեջանը կմիացվի Իրանին, այսպես կլինի։ Եվ պարոն Նահապետյան, ձեր գնահատմամբ այս պահի դրությամբ եւ առաջիկա ամիսներին Հայաստանի դեմ նոր հարձակման հավանականությունը որքանով է բարձր։ Գիտեք, իշխանության ներկայացուցիչները մեզ վստահեցնում են, որ խաղաղությունն արդեն հաստատված է եւ պատերազմ չի լինելու։ Որքանով է կիսում նրանց լավատեսությունը։ Խաղաղությունն իրանց հիվանդագին վախվորած ուղիներում է հաստատված։ Խաղաղությունը երկիր մոլորակի որևիցե կետում հաստատված չի։ Ասենք նույն Գրենլանդիայում ՆԱՏՕ-ն զորք է իջացնում, ասենք ամեն երկրից 10 հոգի։ Խաղաղություն հաստատվում այն ժամանակ, երբ որ աշխարհը վերաբաժանված է։ Իսկ այդ վերաբաժանման գործընթացը մի քանի տարի, կարող չէ 10 տարի տևի։ Որտեվ հավակնություններ կան, Չինաստանը ունի իր հավակնությունները, Միացյալ Նահանգները իր հավակնությունները, Ռուսաստանը իր հավակնությունները։ Տարածաշրջանը ինքը պոտենցիալ Ռուսաստանի դեմ բացվող ճակատ է, որը մի ժամանակ Բրիտանիան էր ուզում պատրաստում էր թուրքական պետությունների կազմակերպության առանցքով, որը միացյալ բանակ ունի, որի կազմում է 5 պետություն, այդ թվում եւ Ադրբեջանը եւ Թուրքիան, ճակատ բացին։ Հիմա Միացյալ Նահանգները վերաֆորմատավորել է, բայց խնդիրը օրակարգից չի անել։ Այսինքն ԱՄՆ-ի համար թիրախը Իրանն է։ Ինչու՞։ Իրանի նավթը առաջին հերթին, որտեղ Իրանի նավթը ինքը հարվածում է իր թեւ մեկ մրցակից տնտեսության մեջ միակ պետությանը՝ Չինաստանին։ Եվ ըստ այդմ հիմա եթե գանք մեր իրականության մեջ, մեր իրականությունն է, որ մենք վարուդի տակառի վրա գտնող տարածաշրջանում ենք ցանկացած ժամանակ կարող է պայթի ցանկացած։ Օրինակ եթե Ալիևին դրթեն ու բրթեն, որ Հայաստանին պիտի հարվածես, ինքը եւ դրթվելու է եւ բրթվելու է, իմանալով որ ավանտյուրա է։ Որտեւ այսօր կարող է մտնի ինչ-որ տարածքներ վերցնի, բայց վաղը չմիսուր Աստված գիտի ինչ է կարող է իր հետ լինի, հա։ Եվ ըստ այդմ Արցախի դեպքում այդ որ ասում են խաղաղություն, այդ 18 թվին էլ Փաշինյանը եկավ, ասեց իմ կետից են բանակցում ամեն ինչ լավ ալնելու։ 18 թվին ասում էր որ 20-ին պատերազմ անելու, չէ, ասում էր խաղաղությունը Արցախ Հայաստանա եւ վերջ։ Կրել են ժողովուրդների համար պիտի ընդունելի լինի։ Ալիևը եթե խելոք չմնա, այնտեղ էլ իշխանափոխություն կանենք, հիշում եք, մի քանի դեգեներատները կողքից իր հիմարությունը կրկնում են, ճիշտ է։ Եվ եղավ, չեղավ, չէ։ 22 թվականի նոյեմբերից մինչև 23 թվականի, չէ, ճիշտ չասի, 21 թվականի նոյեմբերից 21, այսինքն պատերա 44 տարից մի տարի հետո Փաշինյանը Ռուսաստանի որպես բանակցային միջնորդ կողմ մեկ տարվա ընթացքում 4 եռակողմ կնքվեց 20-ի նոյեմբերից 21-ի նոյեմբեր 4 եռակողմ, որից հետո Փաշինյանն ինչ արեց 21-ի նոյեմբերից մինչև 22 հոկտեմբերի 6 Պրահա ռուսներին դուրս թողեց, որից է հանդիպում չեղել, որից է քննարկում չեղել, սա փաստ է։ 22-ի հոկտեմբերի 6-ին ծնվեց մի փաստաթուղթ, որով Արցախը Ադրբեջան դարձավ, չէ՞։ Եվ 11 ամիս հետո Ադրբեջանը շրջափակման հիշում եք, չէ՞, աշնանական քայլերը հոկտեմբերի 6-ին ստորագրեցին, դեկտեմբերի 2-ին առաջին շրջափակումը, չէ՞, արեցին։ Աշճանաբար օղակը սեղմեցին, 11 ամիս հետո 22 սեպտեմբերի ռազմական գործողությունը սկսեցին։ Էսա Փաշինյանի խաղաղությունը։ Եթե մեր ժողովուրդը մտածում է որ Փաշինյանը խաղաղություն է բերում, թող պատրաստեն, ինչպես ասում են, գնան նստեն այն ծնողների կողքը, ովքեր որտեղ կորուս են։ Այն հարցների կողքը, ովքեր ամուսին են կորցրել։ Այն աղջիկների կողքը, ովքեր հայր են կորցրել եւ եղբայր են կորցրել, թող գնան ու նստեն։
եթե հավատում են այս հիմարություններին։ Ես նորից եմ ասում, երկիր նորակը վերաբաժանման լրջագույն փուլի մեջ է։ Եվ այս տարածաշրջանը կարևորագույն շահերի բախման տարածաշրջաններից մեկն է, ինչ խաղաղություն, ինչի մասն է։ Այդ գիտեք, եւս մի հին անեկդոտ կա, ասում է Պետսկան Չապաևի հարբած սեղանի տակն է, Չապաևը մտնում է, ասում է Պետսկա, ի՞նչ է պատել, ես մտե։ Ասում է, հեչ ոչ մի բան, ասում է, ուղղակի ստեղ հարմար է։ Ասում է, եւ դե ասում է սպիտակները հարցակվում են։ Ասում է Չապաևին Պետսկան, ասում է, արի դու էլ մտի։ Ստեղ սպիտակները մեզ չեն տեսնի, մեր կողքով կանցնեն։ Պատերազմը մեզ չի, խմած է, էլի, այսինքն ինքը իր մեջ նման հոգեվիճակ է, որ ասում է գան մեզ չեն տեսնում, մենք սեղանի տակն ենք։ Հիմա սրանց թվում է, որ իրենք սեղանի տակն են։ Սա այն մոտություն մեր հասարակությանը։ Իհարկե, բայց այդ արհավիրքը որ եկավ, որից բանի առաջ չի կանգնի, իսկ մենք այդ տեսել ենք Ադրբեջանի գոնե հավակնությունները, Ադրբեջանի նախագահը հավաքում է Սեֆյանների ժառանգությունը որպես իրավաքաղաքական հետևորդ, թե իհարկե կեղծիկ է, որտեղ ժառանգորդը Իրանն է, ոչ թե Ադրբեջանը, որտեղ Բաքու ընդհանրապես չէր եղել, Սեֆյանների մայրաքաղաք են ժամանակ սպանել կամ Թավրիզը։ Բայց այնուամենայնիվ Ալիևը դրան պատրաստվում է եւ ասում է, այս տարածքը իր հայրենիքն է։ Ինչի համար է ասում, որ իր բանակին տա մոտիվացիա, որ իրենք ստեղ որեկան կռվելու, ոչ թե գալու են զավթիչ որպես, այլ ազատագրող, իսկ ազատագրողի մոտիվացիան զոհվելու պատրաստականության հրամանը կյանքի գնով կատարելու շատ ավելի բարձր է, քան գրավողինը, չէ՞։ Այդ դրա համար է ասում։ Եվ հետաբար այս ամենը մենք շատ ավելի լուրջ ընդունենք։ Իսկ ինչպես ասում են, օրվա իշխանությունները պատրաստում են հունիսի համապետական ընտրություններին թիթեռ նկարելով, թող նկարեն ինչ ասում։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Կհանդիպենք։